Այն ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետական ստադիոնում ու դրա դարպասներից դուրս ֆուտբոլասերներն ու ոլորտի ներկայացուցիչները անվանում են ֆուտբոլային խայտառակություն։ Խոսքը ոչ թե Հայաստան-Վրաստան հանդիպման ավարտին լուսատախտակին վառվող 0-3 հաշվի մասին է, այլ դրան նախորդած իրադարձությունների։ Երևանի մեջ նայեք, ավելի շատ վրացի կա, երկրպագու կա, քան մենք ենք։ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյօֆի առաջին խաղից առաջ մայրաքաղաքը ողողված էր վրացի երկրպագուներով։ Հայաստան ժամանած մեծ թվով վրացիները խմբերով, ընտանիքներով, երեխաներով, դրոշներն ու սերին, գարեջուրը ձեռքներին երգում ու պարում էին Երևանում։ Грузия, Армения, но... Да, болею за Грузию. Сакартвело! Я сама армянка, ну сегодня я болею за Грузию. Երեկոյան Հանրապետության հրապարակից վրացի երկրպագուները երթով շարժվեցին դեպի Հանրապետական ստադիոն։ Նույն ժամին ավանդույթի համաձայն մեկնարկեց նաև Հայաստանի հավաքականի երկրպագուների միասնական երթը։ Գինովցած մի քանի վրացու ագրեսիվ պահվածքն աչքի ընկավ հայերի երթին հանդիպելիս։ Անցանկալի բախումից խուսափելու համար ուղեկցող ոստիկանները հեռացրեցին վրացիներին, ու եթե դա ինչ-որ առումով օրինաչափ էր, ապա տարօրինակ էր Հանրապետական մարզադաշտում վրացի երկրպագուների համար ստեղծված վիճակը։ Հայ ֆաներից անհամեմատ ավելի շատ տեղեր էին հատկացվել հյուրերին։ Նրանք դեռ թիմերի նախավարժանքից առաջ հյուսիսային տրիբունայում զբաղեցրել էին իրենց տեղերը, որը գրեթե ամբողջությամբ պատված էր Վրաստանի դրոշներով։ Մեկ որ ֆանատական սեկցիան ամբողջովին վրացական տիրապետության տայքեր գումարած 1200 լրացուցիչ երկրպագու, մեկ կես տրիբունա, որի նախադեպը երբեք չի եղել Հայաստանում, եւ երկուս կատարվել է շատ վատ տոմսերի վաճառք։ Մարդիկ տոմս գնելուց երկար ժամանակ սպասել իդենտիֆիկացվել են եւ ստացվում է այդ տոմսերը հայտնվել են վրացի երկրպագուների ձեռքին։ Ունեցանք մի իրավիճակ, որ երբեք չենք ունեցել։ Դա մեր ամեն դեպս ֆանատական առումով համարենք խայտառակություն։ Մինչև վրացիները երգերով եւ վանկարկումներով երկրպագում էին իրենց հավաքականին, ստադիոնի մուտքերի մոտ մեծ հերթեր էին գոյացել։ Միասնական երթով ստադիոն հասած ֆաները չէին կարողանում մտնել մարզադաշտ։ Հանրապետականի մոտ ոստիկանական ուժեր էին կուտակված, որոնք ստեղծում էին արհեստական խոչընդոտներ երկրպագուների համար։ Հայերը մարզադաշտ կարողացան մտնել միայն խաղի մեկնարկից վայրկյաններ առաջ։ Հիմա մենք պատրաստվում ենք մեր արտագնահողևորության այս պարտությունից հետո անպայման գնալու ենք Թբիլիսի եւ հիմա փորձելու ենք երթի հավաքատեղի պայմանավորվել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, տեսնենք մեզ մեր ուզած տեղերը տրամադրվի, ոնց որ Վրաստանի երկրպագուներին տրամադրվել։ Ազգային թիմին աջակցել հաջողվեց միայն մեկ դրվագով, երբ տրիբունաներում թղթերով ստացան Հայաստանի դրոշը։ Վրացի երկրպագուների աջակցությունը մի քանի անգամ գերազանցում էր։ Հարևան երկրի երկրպագուներին ավելի շատ է տեղ տալիս, քան ձեր երկրպագուներին։ Վրաստանը մեզի ուտկան տոմս կուտա, օրերտանք Վրաստանի Հայաստան-Վրաստան խաղին։ Հյուսիսային տրիբունայի կեսը մրցակցի ֆան սեկցիան էր։ Վրացի երկրպագուները նաև զգալի տեղեր էին զբաղեցնում մյուս տրիբունաներում հայ երկրպագուների կողքին։ Արդյունքում Վրաստանի հավաքականի յուրաքանչյուր գրոհ, գոլ եւ գոլային փոխանցում ուղեկցվում էր մեծ աջակցությամբ, ինչը թույլ չէր տալիս լսելի դարձնել հայ ֆուտբոլիստներին աջակցող երկրպագուների ձայնը։ Ասես Հայաստանի թիմը խաղում էր ոչ թե սեփական խաղադաշտում, այլ մրցակցի։ Միանշանակ մթնոլորտը ազդել է մեր թիմի խաղի վրա։ Տրամադրվածությունը հիշենք Թուրքիայի խաղի չկար տենց տրամադրվածություն կարելի է սպասել միայն ստադիոնի մթնոլորտից, որը տեղի չունեցավ այդ օրը։ Վրաստանի հավաքականի երրորդ գոլից հետո հայ երկրպագուների նյարդերը տեղի տվեցին, սկսեցին վանկարկել հեռացիր, պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Իրավիճակը լարվեց, մեծ թվով ուժայիններ ու կարգադրիչներ հավաքվեցին ՖԱՎ շարժման անդամների տրիբունայի առջև։ Եղավ այնպես, որ այն ակտիվ երկրպագուները, ովքեր աչքի էին ընկնում,
1-2 զգուշացումից հետո ինչ-որ ուժայիններ, ջոկատայիններ առևանգում են տանում են ուղղակի դարպասներից դուրս։ Մոտ 1 տասնյակ երկրպագու մեր սեկցիայից խաղը չկարողացա մինչև վերջ դիտել։ Ինչ-որ ձերբակալություններ ա եղել, դա այդպես չի, ուղղակի տրիբունայից մարզադաշտից դուրս են տարել երկրպագուներին։ Մի աննախադեպ երևույթ էլ դա կարելի է որակել։ Հիշեցնեմ, 2024-ի նոյեմբերից երկրպագուները պահանջում են Արմեն Մելիքբեկյանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականը։ Հրաժարականի պահանջը մնում է տեղում։ Իդեպ, հանդիպման մեկնարկից մինչև խաղի ավարտը հանրապետական ստադիոնում ինտերնետ կապ չկար։ Ամբողջությամբ վերականգնվեց, երբ ավարտից հետո մարզադաշտից հեռացան խաղին հետևող Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը։ 0-3 հաշվով վրացիներին պարտված Հայաստանի հավաքականը խաղադաշտից հեռացավ գլխիկոր։ Հարևանների ցնծությունը պայթեցրեց հանրապետականը։ Երևանում անցկացված խաղն ու տպավորիչ հաղթանակը վրացիները երկար կհիշեն, քանի որ ըստ էության հաղթեցին ոչ միայն Հայաստանի հավաքականին, այլ հայ երկրպագուներին։